Ну я тысячу раз обрывал провода, сам себя кричал, ухожу навсегда. Նայում եմ նապարնիկս կողքս չկա, համիկ, ուր ես, ну я буду с тобой или буду один. Համիկս միամիտ կպաբաց հոսանքին, ու մութ երկնքում տեսանք նրա հոգին, դարձավ սայլուտ. Տոկերն են մոտենում, տոկերն են մոտենում, լույսերն են թրթռում, լույսերն են թրթռում. Դու հավատա հրաշքներն լինում են, ամանորին լույսերը տանում են. Դեշտապի շուրջ սարքիր խոզի բուդը, ընկերներիդ հետ կիսիր դժբախտությունը. Ձեր շենքի լույսերը մենք ենք տանում, դա է ճիշտ պահը մեր կայֆավատը. Տղա ջան, ես ինչ ես անում։ Դե ասեցիք երգի, ես երգում եմ, պարոն քննիչ։ Մի հատ էլ լավ երգ ունեմ, սիրած երգերից սա, էսի շակերանա երգում, տոկա, տոկա, տոկա։ Երգի նկատի ունեմ պատմին, մեզ քեզ զանգը գալի, պատասխանի կշարունակենք։ Ալո։ Հա, չեմ ուզում։ Կուխնյայի սեղանի վրա։ Չեմ ուզում։ Ավտոյի հետևի սիջելիկ։ Ախպետ չեմ ուզում, չեմ ուզում։ Չեմ ուզում, ասեցի, չի հետաքրքրում։ Նազիկ, մեկա տուն չեմ գալու։ Կարմիր։ Արա ինչ գույն ուզում ես հագի, մեկա դու անգույն ես։ Բաղնիկ։ Չեմ գալիս։ Նազ, արա լսի, բայց ես բաղնիկը լավն է, գիտես։ Հիշի, որ գամ տուն, մտնեմ բաղնիկ լողանամ։ Կինս էր։ Այնքան գեշա դրա դարդից տուն չեմ գնում, պարոն քննիչ։ Այն ժամանակ լավ չէր, բոյով, խարծյաշ, կապուտաչյա աղջիկների էի սիրում։ Այնքան սիրած ունեի, օրը մեկի տունը քնում էի։ Այդ են ստաբիլ բոմժի կյանքով էի ապրում։ Իսկ հիմա մի օր հիվանդանոցում եմ, մի օր ԱԱԾ-ում։ Լավ, հերիքա, ավելի լավ ասա տնա ոնց կոտրեցիր Պենտագոնի կայքը։ Նախ ես չգիտեմ Պենտագոնը ինչ է, ոչ է գիտեմ կայքը ոնց են կոտրում։ Ես լավ գիտեմ ոնց են կյանքը կոտրում։ Ես կարամ պատմեմ ոնց կինս կոտրեց իմ կյանքը։ Ես այն ժամանակ Ապոլոնի կազմվածքով խարծյաշ մի պատանիկ էի, մինչև որ հայտնվեց չար կախարդը։ Պետիկ, պատմեք ոնց դեպքը պատահեց։ Պատմեմ։ Առավոտ էր։ Արարատյան դաշտի ամենալուսապայծառ առավոտներից մեկը։ Ձեռս առնում։ Ասում կիբեր հարձակումը ոնց տեղի ունեցավ։ Բատենց ասա դեպքը պատմի։ Մտքովս 1000 բան անցավ։ Հայ-հայա անձնականս հանում էի փռեի սեղանին, պարոն քննիչ։ Ես ինտերնետի կաբելն էի սարքում։ Եվ որպես պատվավոր էլեկտրիկ կաբելը ատամներով էի կլպում ու այս ծայրից միացնում էի այն ծայրին, թե ինչպես իրարից անցան գաղափար չունեմ, կրերեք որ գրական եմ խոսում, երբ լարվում եմ այսպես է պատահում։ Դուք հասկանում եք, որ միջազգային սկանդալ է բարձրացել։ Միջազգային սկանդալ չես տեսել։ Միջազգային սկանդալը մեր տանն է բարձրացել, երբ որ ընտանիքով Secret Santa էինք խաղում։ Դե ինձ նազիկս էր ընկել, որ նազիկս ընկել էր, սենց բարձրացրեցի, ասի նստի, չոքերը կապտել էր։ Դե նազիկիս էլ մաման էր ընկել, մամային պապան էր ընկել, պապային տատին էր ընկել, այս տատին որ ընկել էր, օմբեն կոտրել էր։ Կտենց, ռեանիմացիայի դեմը խաղում ենք, մեկ էլ բժիշկը մոտեցավ, ասեց տատին էլ մեր հետ չի։ Մի անգամից տատի անունը ճղին քցինք զիբիլը։ Էդի որ պապին լսեց, դանակը վերցրեց, մտցրեց փորը, ասեց ես գնացի։ Այդ վաղ մաման եկավ, ասեց պապ էսի չես անում, այդ բդի դանակով ես քեզ սպանում։ Բժիշկը եկավ, ասեց նկատի ունեի տատին, որ մեր հետ չի, դուրս են գրել գնացելա տուն։
Այդտեղ ցելան գնացինք տուն։ Պետիկ բա դրա միջազգային սկանդալը ո՞րն էր։ Ոնց պապս երկքաղաքացի էր։ Մեզ միջև բժիշկը ասեց, որ այդ նկատի ունի, պապս արդեն այն աշխարհ էր ասել։ Տղա ջան, դու ուզում ես ամանորը ստեղ անցկացնես։ Քնից ջան, իրականում ամանորը այն օրն է, որ պետք է ընտանիքիդ կողքին անցկացնես։ Բայց ես կուզենայի այստեղ անցկացնել, որտեղ ես այդ ամանորի այդ շուխուրից զզվում եմ։ Բաստուն մենք կրի, սեղանը բացի, բերանը փակի, մտի լողացի, ոչ ես այդքան ներվ ունեմ, ոչ էլ այդքան մաքրասեր եմ։ Մտի բաղնիկ լողացի։ Քեզի բան։ Ու այդ ամանորի այդ խառը շուխուրի մեջ ամենաշատը վրես ազդում է, որ այն գեշ կնիկս ուտելիքների ձեռը հայտնվում է դիմացս։ Ոնց որ հնդիկ առաքիչ լինի։ Ես հիմա գնում եմ։ Պետիկ դու տեսակցություն ունես։ Իսկ մենք դեռ կզրուցենք։ Գնա, դուրնը կփակես վազնակ չանի։ Որա բայց ես շիշ լուխով եմ։ Ճիշտ է էլի ասում, որ քյալ ես թափածա։ Դենա սովա եկե տեսակցության։ Մենակ այն գեշ կնիկս չլինի։ Դրան որտեղ եմ իշ թվում դժողքից մարդա փախե։ Չբռնեմ ձմեր պապիկի նամը գրեմ։ Հա, սիրելի ձմեր պապ, քեզ է գրում էլեկտրիկ պետիկը։ Երևի կհիշես, փոքր ժամանակ ինձ կատր ես բերել։ Ձմեր պապի, ինչ կա չկա, ոնց ես։ Խնդրում եմ, նվերի հետ WhatsApp-իդ համարն էլ ուղարկես, որ voice անեմ, էլ այսքան չգրեմ։ Քեզ եմ ուղարկում իմ հավանած գործիքների արտիկուլը 07 62 437։ Բայց այս տարի նաև ուզում եմ, որ իմ կյանքից հեռացնես զոնքաջիս։ Ես վստահ եմ, որ ինքը գրինչն է։ Եվ կնոջս էլ տար քո մոտ, որովհետև ես ամեն առավոտ դրա դեմքը տենալուց հիստերիայի մեջ եմ ընկնում։ Մեռա մագնի բևեց խմելով, էլ չի օգնում։ Հույս ունեմ ցանկություններս կկատարես։ Ես էլ խոստանում եմ շարունակել մարդկանց տները լույսով լցնել։ Ֆու, աղջի նազիկ եկար։ Հազար անգամ ասել եմ, տանից դուրս գալուց գլխիդ կարոպկա դիր։ Ժողովրդին ինչի ստրեսի ենթարկում։ Կամ էսի շոր ես հագե։ Անպայման են հորդ անճաշակ ճարտարապետությունը պետք է ցույց տայիր։ Մեկ քեզի նայ էլի հայլու մեջ։ Կներես պետիկ ջան, որ քեզ ջղայնացնում են, ուղայքի արագ դուրս էկատանից չեսրեցի պատրաստվեմ։ Թե չէ որ դանդաղ դուրս գայր ինչ պետք է անեիր։ Քեզ մենակ արագ վիրահատարան մտնել եք փրկի։ Ինչ ես եկե։ Դե զանգեցին, ասեցին, որ քեզ բռնել են, հարազատներից մեկը մոտենա։ Դու ինչ հարազատ է։ Ավելի լավ է տանս խամյակին բերեիր։ Խամյակը սատկելա, կներես։ Վայ, երևի կեր տալու շատ ես մոտիկացել, այդ գեշ մոնդար դեմքը տեսե վախից սատկել է։ Ես եմ որ քեզ դիմանում եմ։ Պետիկ ջան, դուք ազատ եք, կարող եք գնալ։ Մեզ ասեցին, որ դուք մեղավորություն չունեք։ Պետիկ շատ լավ է, մենք կարան գնանք տուն։ Դե ինչ տա լավ է։ Հազիվ քեզանից պրստում էի։ Այստեղ են ասել, շնորհավոր ամանոր եւ սուրբ ծնունդ։